Բիվեր, երբ արթնանում են կին առյուծները։ Իմ բոլոր քույր առյուծներին, ովքեր զգում են, որ իրենց ներսում ինչ-որ վայրի և մոլեգին բան է արթնանում։ Դու հիասքանչ ես, դու ծնվել ես այս ժամանակի համար։ Մի վախեցիր քո ուժից, հարցերից կամ մտքերից։ Զարթնիր, վեր կաց և համարձակվիր իրականացնել այն ամենը, ինչի համար ստեղծվել ես։ Գլուխ առաջին. Արթնացրու կին առյուծին։ Բնությունը ստեղծված է, որպեսզի գաղտնի կերպով համաձայնության գա հոգու հետ և ազատագրի մեզ։ Ռալֆ Ուալդո Էմերսոն 1994 թվականն էր։ Այդ գիշերը ոչնչով չէր տարբերվում իմ կյանքի այդ ժամանակաշրջանի մյուս գիշերներից։ Տունը կարգի բերելու անհաջող փորձերից հետո սովորականից ավելի ուշ էի անկողին մտել։ Այդ օրերին ես շատ խորն էի քնում, քանի որ ունեի 3 փոքր որդի և պատրաստվում էի լույսաշխարհ բերել չորրորդին։ Հենց աչքերս փակում էի, անմիջապես քնում էի և միայն արթնանում էի կամ զարթուցիչի և երեխաների ձայնից, կամ էլ սենյակ թափանցող արևի լույսից։ Բայց այդ գիշեր քնեցի և արթնացա արշալույսին։ Ես ամբողջ էությամբ ցնցվում էի, քանի որ մի պայծառ և անսովոր երազ էի տեսել։ Իրականում, եթե երազ անվանենք, կնշանակի, որ դա քնի մեջ եմ տեսել, պատկերների և ստվերների տեսքով։ Բայց դա այնպիսի երազ չէր, ինչպիսին սովորաբար տեսնում եմ։ Քնած ժամանակ կարծես հայտնվեցի բոլորովին արթուն վիճակում։ Իմ առջև մի տեսարան էր բացվել, որը գտնվում էր մեկ այլ վայրում, մեկ այլ ժամանակի մեջ։ Եվ ես զգացի, որ այլևս չեմ քայլում երկրային ճանապարհներով։ Ես կանգնած էի մի երկնային տիրույթում, որտեղ պայծառ, բայց ոչ շլացուցիչ լուսավորություն էր տիրում։ Ամենուրեք լույսի շողեր էին արձակվում, և ոչ մի մշուշ կամ ստվեր չկար, այլ միայն սքանչելի գույն էր երևում։ Այդ կենդանի գույնով հագեցած երանգները այնպիսի խիտ ստվերներից էին կազմված, որ դրանց անվանում տալ չեմ կարողանում։ Գունանյութերը շերտավորված էին և տարածված էին ամենուրեք։ Չգիտես ինչու, բայց շատ լավ հիշում եմ մանուշակագույնի, ոչ մեր իմացած, և կապույտի, կրկին ոչ մեր իմացած երանգները։ Այնտեղ ոչ ծայր կար, ոչ սահման, մինչդեռ գունային ֆոնը պատում էր անբիծ, բաց շագանակագույն մի բարձր հարթակ, որի վրա հենվել էր մի ոսկեգույն էգ առյուծ։ Նա կատվազգիների ընտանիքին պատկանող կատարելություն էր, վեհապանծ, հզոր և հարուստ կառուցվածքով։ Նա չէր շարժվում, բայց ես նույնիսկ կասկած չունեի, որ կենդանի էր, այնքան կենդանի, քան որևէ երկրային արարած, որ շարժման մեջ տեսել եմ։ Առյուծի գլուխն ուղիղ էր, բայց ոչ ձգված, իսկ նրա առջևի ոտքերն առաջ էին տարածված։ Նրա մորթին ու աչքերը ոսկեգույն լույս էին շողարձակում։ Նրա անթերի բաց դարչնագույն մորթուտակից կարելի էր նշմարել կատարելապես ձևավորված մկանների ամեն մի կորությունը։ Այս ապշեցուցիչ և հանգիստ էգ առյուծը շատ ավելի իրական, ցայտուն և կենդանի էր, քան մեր երկրի վրա բնակվող առյուծները։ Ես չէի կարող չմտածել, որ նայում էի երկնային մի նախատիպի։ Անթերի հարթակի առջևի մասում փորագրված էր 1 բառ և 1 հռոմեական թիվ, թվոց 23։ Էգ առյուծի համեմատ իմ կերպարանքը թվում էր թափանցիկ, աննշան և տարօրինակ։ Ես կարծես անջատվել էի իմ մարմնից և անտեղյակ էի իմ հղիությունից։ Ես գիտեի, որ այնտեղ եմ գտնվում, որպեսզի նայեմ, տեսնեմ և ուշադիր զննեմ, և այդ անելով սովորեմ մի չգիտակցված բան։ Ես գիտեի, որ անհրաժեշտ է հասկանալ այդ պատկերի կարևորությունը։ Չնայած որ էգ առյուծի հետ ես մենակ էի, այնուամենայնիվ ոչ մի տագնապ կամ սպառնալիք չէի զգում, այլ վերապրում էի միայն զարմանք և հիացմունք։ Հոգիս կարծես ընդարձակվում էր և կապ էր հաստատում այդ տեսարանի հետ։ Ես հնարավորինս կլանում էի այն ամենը, ինչ կատարվում էր իմ շուրջը, բայց հանկարծ ուշադրությունս շեղվեց, և ես նայեցի ուղիղ էգ առյուծի աչքերին։ Այդ պահին իմ ետևից ինչ-որ ձայն լսվեց. «Այս որդու ծնունդով դու կարթնացնես կին առյուծին»։ Ոսկեգույն լույսը, մեծափառությունն ու հիացմունքը հետզհետե նվազեցին, և ամեն բան ավարտվեց։ Արդեն առավոտ էր, և ես լիովին արթուն էի։ Բոլոր զգայարաններս արթուն վիճակում էին, բայց ոչ թե վախից, այլ ցնցված լինելուց։
այս ինչի ականատեսը ես հենց նոր դարձա։ Որոշ ժամանակ անց այն համոզման էի, որ մեր երկիրը ժամանակով սահմանափակված է։ Այն աղոտ կերպարանքն է կամ մասնակի հայտնությունը, ինչը ինքնատիպ, անվերջ և ամբողջական է երկնքում։ Վեր կաց որպես կինառյուծ։ Երբ լուսաբացին արթուն պառկած էի անկողնումս և սիրտս արագ բաբախում էր ու մարմինս դողում, հանկարծ զգացի, որ Աստված էգառյուծի տեսիլքն ինձ ուղարկել էր այն պատճառով, որ հայտներ մի բան, որը հեշտությամբ կարող էի բաց թողնել առօրյա անցուդարձի մեջ։ Այն գրավել էր իմ համակ ուշադրությունը, և ես լսում էի լարելով բոլոր զգայարաններս։ Իմ սենյակը չոր ու դատարկ էր թվում այն գույների աշխարհի համեմատ, որտեղից նոր էի վերադարձել։ Երկրի վաղորդյան ձայները տարաշխարհիկ հնչեղ ձայնի համեմատ ավելի խուլ էին հնչում։ Ես կանգ առա, վախենալով շարժվել ու կորցնել տեսիլքի վերջին նշույլները։ Ես փակեցի աչքերս։ Բոլորն այնտեղ էին՝ էգառյուծը, հարթակը, գրվածքը, ետնամասը և ձայնը։ Անցավ որոշ ժամանակ։ Երբ սիրտս հանդարտվեց և մարմինս խաղաղվեց, ես բացեցի աչքերս։ Հարթակի առաջամասի փորագրությունը ինձ շատ հետաքրքրեց, ուստի վերցրի Աստվածաշունչը։ Ինձ հետաքրքիր էր, արդյոք դա որևէ կապ ուներ Սուրբ գրային գլխի կամ համարի հետ։ Եթե այո, ապա ինչ էր գրված թվոց 23-րդ գլխում։ Էջերը թերթելիս սիրտս նվաղեց, և երբ կարդացի վերնագիրը, ես հասկացա, որ այդ հատվածը վերաբերում էր Բաղաամի մարգարեությանը։ Ես գիտեի, որ նա ճիշտ, սակայն անպատիվ մարգարե էր։ Ես սկսեցի կարդալ, առանձնապես ոչինչ չզգալով, մինչև որ հասա 19-րդ խոսքին։ Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Միթե կասի և չի անի, կամ կխոսի և չի կանգնեցնի։ Ահա հրաման առա օրհնելու, և ինքը օրհնեց։ Եվ ես ետ չեմ դարձնի։ Հակոբի վրա անօրենություն չզննեց, ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։ Նրա Եհովա Աստվածն իր հետ է, և նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։ Աստված է Եգիպտոսից նրանց հանողը։ Մի եղջերուի պես զորություն ունի նա, դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, և Իսրայելի դեմ դյութություն։ Հակոբին և Իսրայելին կասվի ժամանակին, թե Աստված ինչեր արեց։ Թվոց 23, 19-ից 23 խոսքեր։ Այս խոսքերն այնքան շատ բան են ասում Աստծո հավատարմության մասին։ Նրա տված խոստումները հաստատ են և վստահելի, իսկ օրհնությունները անփոփոխ։ Աստծո հավատարմության շնորհիվ Իսրայելն ուներ անվտանգ և կախարդության ու անեծքի վարակիչ հետևանքներից ազատ ապագա։ Այս ամենը հուսադրող էր, բայց թվոց 23-ի հաջորդ խոսքը առանձնահատուկ գրավեց ուշադրությունս։ Ահա այս ժողովուրդը մատակ առյուծի, այսինքն էգ առյուծի պես պիտի վեր կենա, և առյուծի պես պիտի բարձրանա, չի պառկի, մինչև որ որսը ուտի և սպանվածների արյունը խմի։ Թվոց 23-24 Նոր կենդանի թարգմանությունից։ Դողը սրտումս կրկին կարդացի նուրբ թղթի վրա տպված հուժկու խոսքերը։ Էգ առյուծի պես պիտի վեր կենա և առյուծի պես պիտի բարձրանա։ Այդ հուզիչ պատկերը կլանեց ինձ։ Ես տեսնում էի արու առյուծին և նրա էգին, որոնք բարձրանում էին խոտերի միջից։ Եվ երբ նրանք բարձրացան, հարթավայրի դինամիկան այդ խաղաղ վիճակից վերածվեց հուզումնալից վիճակի։ Յուրաքանչյուր կենդանի արարած զգում էր առյուծների դիրքի փոփոխությունը և ուշադիր հետևում էր նրանց։ Ոսկեգույն կենդանիներն արթնացել էին։ Նրանք ձգվում էին, ստուգում, թե ինչ է տեղի ունենում մթնոլորտում և հետազոտում էին իրենց տարածքը, որպեսզի կարողանան տեղաշարժվել։ Առյուծները հավանաբար քաղցած էին։ Միգուցե նրանք անհանգստացած էին թշնամու ներկայությունից, որը խախտել էր նրանց տարածքի նշված սահմանները, և այժմ ժամանակն էր, որպեսզի առյուծները ցույց տային, որ իրենք այդտեղ են։ Այն պահից, երբ նրանք վեր կացան, լարվածությունն ուժեղացավ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չէին դադարել շարժվել։ Եթե առյուծները անհանգիստ էին, ապա մյուս կենդանիները նույնպես հանգիստ չունեին։ Նրանք չէին հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ առյուծների պայքարը կամ ճաշկերույթը չէր ավարտվել։
Երբ նրանք վեր կացան, հոգումս զգացի նրանց ուժի զորությունը։ Ով չի սարսափում և հիանում, երբ արու կամ էգ առյուծը բարձրանում ու տեղաշարժվում է իր հանգիստ դիրքից։ Դա մի հրաշք տեսարան էր, որ պարզապես պետք էր նայել, բայց թե ինչ կապ ուներ դա ինձ հետ։ Ինչպես ես կարող էի որևէ կերպ կապ ունենալ այդ վայրի, ոսկեգույն և հզոր արարածների հետ։ Բացի սարսուռ զգալուց, պատկերը նաև վանում էր։ Ինձ դուր էր գալիս այն գաղափարը, երբ էգ առյուծները արևի տակ նիրհում էին, մինչև նրանց կորյունները չարաճճիություններ էին անում, սակայն որսալու և սպանելու պատկերները վախեցնում էին ինձ, նույնիսկ զզվանք էին առաջացնում։ Երբ դիտում էի ազգային աշխարհագրություն կամ վայրի թագավորություն հաղորդումները, այն պահին, երբ մեծ կատուները կուլ էին տալիս իմպալաներին ու զեբրերին, ես աչքերս մի կողմ էի տանում։ Եվ այս մտքերով տարված վերհիշեցի գիշերային տեսիլքի խոսքերը. «Այս որդու ծնունդով դու կարթնացնես կին առյուծին»։ Ինչ կարող էր դա նշանակել։ Ես ոչ մի կապ չէի տեսնում հզոր, անվախ էգ առյուծի և անկողնում պառկած ծանրաքաշ և հղի կնոջ միջև։ Ասել, որ ես կին առյուծ էի, ծիծաղելի էր թվում։ Ես թոֆու, սոյայից կաթնաշոր ուտող և բուսակեր մի կին էի, և ոչ թե արյունախում գիշատիչ, և սարսափում էի իմ վերահսկողությունից դուրս գտնվող գրեթե ամեն ինչից, բայց մեծ մասամբ վախենում էի այն մարդկանցից, ում հանդիպում էի։ Ես հայտնաբերել էի, որ ինձ հատկապես վախեցնում էին ուժեղ և իշխող կանայք։ Իմ հղիությունն ինչ-որ առումով ժամանակավոր թեթևություն էր ինձ համար։ Եվ հղիանալուց մի քանի ամիս առաջ, երբ ջերմեռան դաղոթք էի անում, փորձելով մի կողմ դնել իմ բոլոր բողոքները, Աստծուն ասացի. շատ լավ, ես քոնն եմ, իմ կյանքում արա այնպես, ինչպես դու ես ուզում, ես կանեմ այն, ինչ դու ես ցանկանում, և նույնիսկ կխոսեմ կանանց հետ, եթե այդպես ես ուզում։ Չնայած, որ այդ ժամանակ ես գաղափար չունեի, թե ինչ էի ասում։ Եվ երբ հղիացա, հասկացա, որ իրավիճակը արմատապես փոխվեց։ Ես պատկերացրի, որ իմ պատրաստակամությունն ու Աստծո տված հանձնարարությունը քննության նման մի բան էր, ինչպես Աբրահամի համար իր միակ որդուն՝ Իսահակին զոհաբերելու հոժարությունը։ Հավանաբար, ես բոնուս կստանայի իմ հոժարակամ լինելու համար և երբեք ստիպված չէի լինի հետևել իմ խոստումի իրականացմանը։ Բայց ինձ թվաց, որ այս տեսիլքով իմ նախահղիության գործարքը դեռ պահպանվում է։ Իսկ այն խոսքը, որ որդի էի ունենալու… Հղիությանս ընթացքում ենթադրում էի, որ աղջիկ եմ ունենալու, և այն մարդկանց, ում հանդիպում էի, նույն բանն էին ասում։ Ոչ ոք չէր նշում տղա ունենալու հավանականության մասին։ Ես միակն էի, ով փայփայում էր ևս մեկ որդի ունենալու գաղտնի հույսը։ Ես անհավատությամբ շարժեցի գլուխս։ Եթե այս ամենից որևէ բան ճշմարիտ է, և ես կերպարանափոխվելու եմ կին առյուծի, ապա հաստատ ինչ-որ մեկը նույնպես տեսնելու է այս վերահաս փոխակերպումը։ Այս տեսիլքը լուրջ կրկնակի հաստատություն է պահանջում։ Փնտրել հաստատություն։ Անցավ մի քանի շաբաթ, և մեր քաղաք եկավ մի կին ավետարանիչ, որի հանդեպ ես մեծ հարգանք ունեի։ Նա ինձ և մեկ ուրիշ հղի կնոջ հրավիրեց ճաշի։ Այդ ընկերուհիս մի բացառիկ գործարար կին էր, ով խորը ապաշխարություն էր վերապրել և այժմ ավետարանով ցնցում էր Ասիայի տարածքը։ Հավանաբար, էգ առյուծի տեսիլքը նրա համար էր, և ես որոշեցի ընթրիքի ժամանակ հպանցիկ անդրադառնալ այդ թեմային ու տեսնել նրա արձագանքը։ Մեր ընթրիքը նշանակվել էր մի պայծառ և արևոտ օր, Ֆլորիդայի ձմեռային զբոսայգում։ Որոշ ժամանակ փողոցներում շրջելուց հետո վերջապես նստեցինք ընթրիքի։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես եմ կարողանալու գնումների մասին զրույցի ընթացքում խոսք բացել էգ առյուծից։ Սակայն ավելի ուշ, երբ արդեն ընթրում էինք, ես հնարավորություն ունեցա խոսել այդ մասին։ Ընկերուհիս, որը նույնպես հղի էր, ասաց, որ աղջկա է սպասում, իսկ ավետարանիչն արտահայտեց իր հիացմունքը, ենթադրելով, որ ես նույնպես աղջիկ եմ ունենալու։ Իսկ եթե կրկին տղա լինի, հարցրի ես։ Նա զարմացավ, որ ես այդպես եմ մտածում, և պատճառաբանեց, որ ի վերջո ես ունեմ 3 որդի, և Ջոնը դստեր կարիք ունի, որ նրան խենթի պես սիրի։ Եվ հենց այդ ժամանակ էլ որոշեցի խոսել էգ առյուծի պատմության և որդուս ծնվելու մասին։
Ես վստահ չեմ, որ իմ ասածը որևէ իմաստ ուներ, քանի որ ինքս էլ լիովին համոզված չէի։ Միայն գիտեի, որ տեսիլքը իրական էր, բայց նյարդային վիճակում լինելով շարունակում էի չհավատալ, որ որևէ կապ կա իմ և Էգ առյուծի պատկերի միջև։ Ես խոսում էի այդ կանանց հետ, փորձելով հաղորդել նրանց ինձ հետ կատարվածը, սակայն ինչպես կարող էի ակնկալել, որ նրանք ինձ կհասկանան, երբ հենց ինքս էլ այդպիսի շփոթության մեջ էի։ Իմ ոչ կապակցված մտքերը արտացոլվեցին նրանց մտահոգված դեմքերին, և ես գիտակցելով, որ կանգնել եմ փակուղու առջև, անմիջապես կանգ առա։ Երկարատև ընդմիջումից հետո այդ կին ավետարանիչը կասկածանքով նայեց ինձ ու հարցրեց. «Երբ է ծնվելու երեխան»։ Հոկտեմբերի 10-ին երկչոտությամբ պատասխանեցի ես, թեթևություն զգալով այն բանից, որ ի վերջո իմաստալից մի բան ասացի։ Ավետարանիչը ետ հենվելով գլուխը շարժեց և վստահությամբ ասաց. «Ոչ, անհնար է, որ մինչև այդ ժամանակահատվածը դու կին առյուծ դառնաս»։ Ես ցանկանում էի գոռալ, որ համաձայն եմ, սակայն դա անիմաստ համարեցի, այդ պատճառով էլ գլխով արեցի։ Ես մի կողմից թեթևություն զգացի, մյուս կողմից էլ բարկացա, հուզվեցի և վիրավորվեցի։ Ինչ նկատի ուներ նա, ասելով, որ մինչև այդ ժամանակահատվածը ես չեմ կարող կին առյուծ դառնալ։ Այդ ժամանակ գարուն էր, իսկ մինչև հոկտեմբեր դեռ 5 ամիս կար։ Ի վերջո, որքան ժամանակ կարող էր պահանջել այդ կին առյուծի կերպարանափոխումը։ Ինչու ես ընդհանրապես նրանց հետ կիսվեցի իմ տեսիլքով։ Ես պիտի սպասեի, մինչև պարզվեր, որ իսկապես որդի եմ ունենալու։ Այդ կինը զգաց իմ շփոթմունքը և բացատրեց հետևյալ կերպ. «Աստված դեռ շատ գործ ունի քո ներսում անելու։ Դու ազատ չես լինի մինչև հոկտեմբեր»։ Սա արդեն այլ բան է։ Չնայած որ ինձ դուր չեկավ նրա սուր պատասխանը, սակայն համաձայնեցի նրա տված գնահատականին։ Ուստի երբ լռեցի և այլևս չարտահայտեցի մտքերս, այդ ժամանակ խոսակցությունը կամաց հանդարտվեց։ Այդ կինը բարձրաձայնեց այն, ինչն ակնհայտորեն արձագանք էր գտել իմ մեջ։ Կասկածն ու անապահովությունը տանջում էին ինձ։ Նույնիսկ ամուսինս Ջոնը շարունակ ասում էր ինձ. «Լիզա, հավանաբար այնքան դժվար է ապրել քո ունեցած անհանգիստ և վախերով լի մտքերով»։ Իհարկե, Ջոնը ճիշտ էր ասում, քանի որ ամեն բան ավելի ու ավելի էր դժվարանում, և ես հոգնել էի այդ վերականգնման փուլից, որը բավականին երկար էր տևում։ Այլևս ոչ մի արդարացում։ Տարիներ շարունակ ինքս ինձ արդարացնում էի։ Ես մի կին էի, ով փոքր հասակում պայքարել էր քաղցկեղի դեմ, ունեցել էր դժվար անցյալ։ Իսկ այժմ նա մի տնային տնտեսուհի է, ով պարզապես ցանկանում է խնամել իր նախադպրոցական տարիքի երեխաներին։ Միթե հնարավոր էր, որ Աստված ավելի մեծ բան նախատեսեր ինձ համար։ Միթե ինչ-որ հզոր ու վայրագ բան պետք է արթնանար իմ ներսում, կամ միգուցե պետք է լցվեի խիզախությամբ։ Ի վերջո, միթե երիտասարդ հասակում ես արկածային աղջիկ չէի եղել։ Մի ժամանակ նույնիսկ երազում էի այնպիսի աշխատանքի մասին, ինչպիսին վարձու մարդասպանինն է կամ տիեզերագնացինը։ Այո, ես ցանկանում էի վերականգնել այն ուժը, որից զրկվել էի, փորձելով համապատասխանել Հովվի կնոջ և սիրալիր քրիստոնյայի կերպարին։ Ես պատրաստ էի մի փոքր ձգվել և վեր կենալ ուժով ու գեղեցկությամբ։ Ես հոգնել էի մարդկանց վրա թույլ և նվնվան կնոջ տպավորություն թողնելուց, հոգնել էի նաև անցյալի ցավը հարություն տալուց։ Ես ոտքի էի կանգնել մարտահրավերի համար, և ինձ դուր էր գալիս, որ իմ ամուսինը ջերմեռանդ էր և ուժեղ, սակայն ես հոգնել էի ձևացնելուց, նրա ետևում թաքնվելուց և միտքս ոչ կարևոր բաներով լցնելուց։ Միգուցե Էգ առյուծի տեսիլքը հենց այն էր, ինչի կարիքը ես ունեի։ Սիրալիր ու ապահով թվալու փոխարեն ես պատրաստ էի մի փոքր վայրագ և նպատակասլաց երևալ։ Այդ օրն ընթրիքից հետո ավտոմեքենայով վերադարձա տուն։ Ես ավտոմեքենայի ղեկն ավելի ամուր էի բռնել, քան անհրաժեշտ էր, և կամենում էի վերապրել Էգ առյուծի զգացողությունը իմ հարաբերականորեն ապահով Հոնդա Civic մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ես միացրի մի ժամանակակից քրիստոնեական երաժշտություն, իջեցրի մեքենայի ապակիները և թույլ տվեցի, որ ավելի շուտ քամին և ոչ թե օդորակի չթափահարեր իմ բաշը։ Այժմ այդ ամենը մի փոքր անհեթեթ է թվում, հատկապես այն առումով, որ Էգ առյուծները բաշ չունեն։
Ավտոմեքենայի կողքի հայելու մեջ իմ կատվաձև Ռեյբան տեսահապակիների միջից տեսա գանգուր մազերս։ Սպասիր, արդյոք այդ մազերի մեջ ես տեսնում եմ վայրի էգարյուծի ոսկե գույնը, իսկ մինչև հոկտեմբեր պատրաստ չեմ լինի։ Ես քեզ ցույց կտամ, կինառյուծը ես եմ։ Ընթրիքի ընթացքում տեղի ունեցած իմ անհաջող փորձի, ընկերուհուս կողմից տրված սուր գնահատականի և մի շարք իրար հետ կապ չունեցող իրադարձությունների համադրումը մի հետաքրքիր փոխակերպման սկիզբ դրեց։ Կարծես ինձ ձեռնոց նետվեց, և մարտահրավերը ընդունվեց։ Իմ որդու Արդեն Քրիստոֆերի ծնունդը իմ ներսում ինչ-որ բան փոխեց։ Արդեն Քրիստոֆերի անվան նշանակությունն է կրակոտ, նպատակասլաց, օծյալ։ Չնայած նրան, որ ընտանիքում ևս մեկ երեխան ենթադրում էր մայրիկի բեռի ավելացում, միևնույն է, ես կենտրոնացա Աստծո դուստր լինելու իմ զգացողության վրա։ Շատ մայրերի պես Աստծո հետ իմ կապը կարծես աղավաղվել էր։ Ես գրեթե սուզվում էի առօրյա հոգսաշատ կյանքի մեջ և այնքան էի տարվել անընդմեջ պահանջ ներկայացնող ցուցակով, որ մոռացել էի իմ ով լինելը և լցվել էի ինքնակասկածանքով։ Ես ունեի փոքրիկ, եսակենտրոն, մեկուսացած, աննշան, ապահով և անօգուտ կյանք։ Ես հիշում էի իմ անունը, հիշում էի, թե ում հետ եմ ամուսնացել և ովքեր են իմ երեխաները, բայց այն, ինչ անում էի և ում համար պատասխանատու էի, ստվեր էր նետում Աստծո դուստր լինելու իմ զգացողության վրա։ Երբ ի վերջո գիտակցեցի դա, Աստված սկսեց ինձ ուժ հաղորդել և կոչել մեկ այլ անունով։ Բոլորի համար ես ունեի մի անուն, որը կցված էր իմ աշխատանքային պարտականություններին։ Երեխաներիս համար ես մայր էի, ամուսնուս համար կին, եկեղեցու ժողովրդի համար Հովվի կին, սակայն բարձրյալ Աստծո համար ես պարզապես դուստր էի։ Եվ երբ կենտրոնացա այն բանի վրա, որ ես նրանն եմ, և հասկացա, թե ինչ է այդ ամենը նշանակում, իմ առօրյան լցվեց կյանքով և ուժով, սիրտս լայնացավ, իսկ հոգիս հանգիստ գտավ։ Արդենի ծնունդից հետո ես փորձեցի դուրս գալ իմ անապահովության, վախի, անհաջողությունների և հարմարավետության գոտու ստվերից, որպեսզի կարողանամ հասնել ուրիշներին։ Փոքրիկ տղայիս կերակրելու ժամանակահատվածում գրեցի իմ առաջին «Ես վերահսկողությունից դուրս եմ և դա ինձ դուր է գալիս» գիրքը։ Գիրք գրելը ինձ համար մի ուրիշ աշխարհ բացեց, և ես սկսեցի ավելի շատ գրքեր գրել այն պատճառով, որ մեր երկրում շատ կանայք փնտրում էին իրենց իսկությունը, ի պատասխան իրենց ցավի, ծարավի և առողջ կանացի փոխհարաբերություններ ունենալու ցայտուն կարիքի։ Անցավ որոշ ժամանակ, և մենք արևոտ, շոգ և խոնավ Ֆլորիդայից տեղափոխվեցինք արևոտ, ցուրտ և չոր Կոլորադո։ Կոլորադո տեղափոխվելը մեր ընտանիքին ստիպեց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը և համախմբվել կլոր սեղանի շուրջ։ Այն նաև պատրաստեց մեզ դիմանալու շատ փոփոխությունների։ Հաջորդ տասնամյակի ընթացքում ինձ մի քանի անգամ կին առյուծ անվանեցին, և ի պատասխան ես պարզապես ժպտում էի, գոհ լինելով այն ամենից, որ այլևս վախեցած և երկչոտ տնային կատու չեմ։ Ես կարծում էի, որ էգ առյուծի պատմությունը ավարտված է, և իմ անձնական կերպարանափոխումը կայացած է, բայց սխալվում էի։ Դա քո մասին չէ, Լիզա։ 2007 թվականի աշնանը էգ առյուծը կրկին այցելեց ինձ։ Ես այն հյուրերից մեկն էի, ով ծառայում էր զարմանահրաշ Նոր Զելանդիայում տեղի ունեցող կանանց կոնֆերանսում։ Հավաքույթներին այնքան շատ մարդ էր եկել, որ միջոցառումը կազմակերպող եկեղեցին ստիպված էր 2 լրացուցիչ կոնֆերանս անցկացնել բոլոր կանանց տեղավորելու համար։ Առաջին կոնֆերանսը տեղի ունեցավ եկեղեցում, իսկ երկրորդը Օքլենդի սպորտային համալիրում։ Եվ մենք, ավարտելով առաջին կոնֆերանսը, եկել էինք սպորտային համալիր երկրորդ կոնֆերանսը անցկացնելու համար։ Հավաքույթներն արդեն սկսվել էին, և այնտեղ հավաքվել էին հզոր ջերմեռանդ և հավատարիմ ծառայողներ։ Բայց ինչ-որ անհասկանալի պատճառով կեսօրվա ընդմիջման ժամանակ ես անհանգստություն զգացի։ Այնպես չէր, որ ես ճնշվածություն էի զգում քարոզին պատրաստվելու առումով։ Ես կրկնելու էի այն, ինչ ասել էի առաջին կոնֆերանսի ժամանակ։ Բայց և այնպես, նախքան Աստծո խոսքը քարոզելը, ես շտապ աղոթելու կարիք զգացի։ Թվում էր, թե ինչ-որ հակառակություն կա։ Ես գիտեի, որ այդ հակառակությունը ոչ ներկաներից էր գալիս,
ոչ որևէ քարոզչից, ոչ էլ հյուրընկալող եկեղեցուց, քանի որ բոլորս էլ մեկ սիրտ ունեինք եւ պատրաստակամությամբ եկել էինք երկրպագելու Աստծուն, քարոզելու եւ քաջալերելու կանանց։ Սակայն ինչ որ բան կար, որի վրա Աստված փորձում էր ուղղել իմ ուշադրությունը։ Ես պետք է մենակ լինեի եւ հասկանայի, թե ինչ է կատարվում։ Այդ իսկ պատճառով վերադարձա իմ հյուրանոցային համարը, որի պատուհանները նայում էին Օքլենդի նավահանգստին։ Ձեռքերս տարածելով նավահանգստի ուղղությամբ, սկսեցի սենյակով քայլել եւ աղոթել, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչ է ուզում Աստված ասել։ Ես միաժամանակ ձայնակցում էի իմ iPod-ով հնչող երաժշտության խոսքերին. «Աղաղակիր Աստծուն հաղթանակի ձայնով»։ Սրտիս դիրքը ուղղելով, շնորհակալություն հայտնեցի Աստծուն այն ամենի համար, որ անում է իմ կյանքում։ Եվ քանի որ ես այդ ժամանակ նոր էի ավարտել իմ «Կնոջ դաստիարակչական ուժը» գրքի վերջին խմբագրումը, ուստի սկսեցի շնորհակալություն հայտնել Աստծուն գրելու եւ խմբագրելու գործընթացը ավարտին հասցնելու համար։ Ինձ համար գիրք գրելը նման էր ծննդաբերության ցավ քաշելուն։ Այդ պատճառով էլ իմ աղոթքը մոտավորապես այսպիսին էր. «Շնորհակալություն Աստված, որ այդ աշխատանքը ավարտվեց։ Ես մեծարում եմ քեզ»։ Ապա շարունակեցի. «Առաջիկայում ես չեմ ցանկանում կրկին գրել»։ Եվ հանկարծ զգացի, որ Աստված խոսում է սրտիս։ Ես ցավում եմ, որ դու այդպես ես զգում, որովհետև ես կարիք ունեմ, որ դու կրկին գրես։ Ինչ, Աստված իմ կարիքն ունի։ Եվ նա շարունակեց. «Ես ռազմավարություններ եմ տալիս երկնքից, եւ դրանք գտնվում են իմ խոսքի մեջ։ Ես դրանց որոշակի մասը կհայտնեմ քեզ, եւ դու կգրանցես այն, ինչ քեզ կասեմ, որպեսզի երբ իմ դուստրերը հավաքվեն, ամբողջական պատկերը տեսնեն։ Դու չես կարող ունենալ ռազմավարության ամբողջական պատկերը, եթե քո ունեցած կտորը չդնես փազլի մեջ»։ Եվ հանկարծ էգ առյուծը կրկին հայտնվեց իմ առջև։ Մինչև ես նայում էի նրան իր ամբողջ զորությամբ եւ վայրագ գեղեցկությամբ, լսեցի, թե ինչպես Աստված ասաց. «Ես ասացի, որ քո որդու ծնունդով դու կարթնացնես կինառյուծին, բայց ոչ թե դու ես կինառյուծը»։ Եվ անմիջապես տեսա, թե որքան սահմանափակ, խղճուկ ու մարդկային էր եղել իմ հեռանկարը։ Նա կրկին շարունակեց. «Հիսուսը Հուդայի ցեղի առյուծն է, եւ ժամանակն է, որ նրա հարսնացուն արթնացնի կինառյուծին։ Ուսումնասիրիր էգ առյուծի առանձնահատկությունները եւ հատկանիշները»։ Այնուհետև լսեցի առաջին ռազմավարությունը. «Էգ առյուծները միասին են որսանում»։ Ես հանկարծակիի եկա. միթե այն, ինչ ես լսում էի, աստվածաշնչյան է, եւ ինչ էր դա նշանակում։ Կանայք նոր էին ընտելանում այն գաղափարին, որ կանացիության մեջ զորություն կա, իսկ նրանց դաստիարակչական կարողության մեջ արժեք։ Ինչպես էր Աստված ինձ ասում, որ նրանց անվանեմ կինառյուծներ եւ որքանով էր մեկը մյուսին համապատասխանում։ Ես մտածում էի, միգուցե Աստված ցանկանում է ինչ-որ հուժկու եւ վայրի բան արթնացնել իր քրիստոնյա կանանց մեջ։ Թվոց 23-րդ գլուխը կրկին հայտնվեց աչքերիս առջև, եւ նրանում տեսա այն հատվածը, որը քրիստոնյա կանանց կոչ էր անում «վեր կաց»։ Եվ հենց այդ ժամանակ վճռեցի ուսումնասիրել էգ առյուծին ու զուգահեռներ գտնել նրա եւ Աստծո դուստրերի միջև։ Վերջին 2 տարիներն անցկացրի էգ առյուծներին ուսումնասիրելով եւ նրանց նկարագրելով։ Ես սկզբում մտածում էի կանանց եւ էգ առյուծների միջև կապ ստեղծել միայն գրական մակարդակի վրա, առանց խոսելու այն տեսիլքի մասին, որ Աստված տվել էր ինձ։ Սակայն ժամանակի ընթացքում գիտակցեցի, որ այդ տեսիլքը միայն ինձ համար չէր։ Էգ առյուծի տեսիլքը ինձ ցույց չտրվեց այն պատճառով, որ ես յուրահատուկ էի կամ որ ուժեղ տեսիլքի մարդ էի։ Դա ինձ ցույց տրվեց, որովհետև Աստված գիտեր, որ մի օր ես կլինեմ մեկը, ով կկարողանա բարձրաձայնել այդ մասին։ Ամեն անգամ, երբ արտաբերում էի «դու կարթնացնես կինառյուծին» արտահայտությունը, բառացիորեն տեսնում էի, թե ինչպիսի ազդեցություն էր այն թողնում կանանց վրա։ Երբեմն նրանք արցունքներն աչքերին լուռ արձագանքում էին, եւ թվում էր, թե նրանց ներսում ինչ-որ աղբյուր էր բացվում։ Երբեմն էլ նրանք ծանր շունչ էին քաշում, կարծես հայտնություն ստանալով ու գիտակցելով, որ բնական բան է գեղեցիկ եւ վայրագ լինելը։
Ես հավատում եմ, որ արձագանքը ապշեցուցիչ կերպով դրական էր լինում այն պատճառով, որ Աստծո դուստրերից յուրաքանչյուրի մեջ թաքնված է ոչ միայն գառնուկը, այլև էգ առյուծը, եւ ժամանակն է, որ այդ առյուծն արթնանա։ Երբ մտածում եմ էգ առյուծի մասին, դեմքիս շպիտ է հայտնվում։ Ուսերս ետ եմ տանում եւ մի փոքր ավելի ուղիղ եմ կանգնում։ Էգ առյուծը ստիպում է ինձ հպարտ լինել այն առումով, որ ես կին եմ։ Նրա ուժի վրա ոչ ոք չի կասկածում, եւ ես կարծում եմ, որ չկա մի արարած, քան առյուծը, որը կստիպի տղամարդուն, որպես տղամարդ, իրեն ավելի հպարտ զգալ։ Առյուծը ջունգլիների արքան է, եւ կասկած չկա, թե ով է թագուհին։ Նայիր եւ սովորիր։ Սա առաջին անգամը չէ, որ Աստված ցույց է տալիս մեզ արարչության պարզությունը, որպեսզի մենք ճիշտ պատկերացում ունենանք։ Հիսուսը հորդորում է մեզ նայել ծաղիկներին եւ սովորել նրանցից, վստահեցնելով, որ Աստված մեզ ավելի լավ կհագցնի եւ ավելի լավ հոգ կտանի մեր մասին։ Այդ մասին կարող ես կարդալ Մատթեոսի ավետարանի 6:28-ում եւ Ղուկասի 12:27-ում։ Նմանապես երկնային տիրույթները հռչակում են Աստծո փառքը եւ բացահայտ կերպով ցուցադրում նրա արդարությունը։ Կարող ես կարդալ Սաղմոս 19:1-ում եւ 50:6-ում։ Երկինքները պատմում են նրա արդարությունը եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը։ Սաղմոս 97:6։ Արարչության վայրի գեղեցկությունը ոչ այլ ինչ է, քան պատուհան, որն ակնարկում է այն Աստծո մասին, ով ստեղծել է մեզ։ Մենք պետք է բաց պահենք այդ պատուհանը եւ թույլ տանք, որ Աստծո վայրի ու անսահման գեղեցկությունը երկնային փառահեղություն արթնացնի մեր ներսում։ Երբ մեր աչքերը բացում ենք արարչության հրաշքին նայելու համար, այն մեր ներսում Աստծո հանդեպ խորը փափագ է արթնացնում։ Մեր հոգին արձագանքում է այն ամենին, ինչ տեսնում է։ Այն միայն հռչակում է, կա ավելին, քան տեսնում ես, ավելին, քան լսում ես, ավելին, քան մարդկային կյանքն է, կա հավիտենական Աստված, ով նստած է բարձունքում։ Նախքան երկրի հիմքերը գծվելը, Հիսուս Քրիստոսը նախասահմանվել էր որպես գառ, որ մորթվելու էր, սակայն հայտնության գիրքը նրան հայտնում է նաև որպես առյուծ։ Եվ երեցներից մեկն ասաց ինձ. «Լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է, Դավթի արմատը, որ գիրքը բացի եւ նրա 7 կնիքները լուծի»։ Հայտնություն 5:5։ Հիսուսը եւ մեր առյուծն է, եւ մեր գառը։ Ինձ հետաքրքիր է, կարող է արդյոք համադրություն լինել երկու առավել հակադիր պատկերների միջև։ Աստվածաշնչի թարգմանության ուղերձ տարբերակում ասվում է, որ Հուդայի առյուծը կարող է պատռել այդ 7 կնիքները։ Իսկ Հովհաննեսը, հայտնության գրքի հեղինակը, լաց եղավ, որովհետև ամբողջ երկինքը, երկիրը եւ նույնիսկ հանդերձյալ աշխարհը զննելուց հետո չգտնվեց մեկը, ով արժանի կլիներ բացելու 7 կնիքները եւ կարդալու գրքի գրվածը։ Այնժամ Հովհաննեսին ամենամոտ կանգնած երեցը քաջալերեց նրան նայել, որովհետև մեր գառան մեջ առյուծ լինելու հայտնություն կար։ Միայն նա է արժանի բացելու կնիքները։ Պատռելը ուժգին գործողություն է, եւ ես անմիջապես հիշեցի տաճարը բաժանող հաստ վարագույրը, որը 2 մասի պատռվեց։ Մարկոսի ավետարան 15:38։ Պատռվելու գործողությունը սկսվեց ամենաբարձր կետից եւ ավարտվեց ամենացածրում։ Ինձ դուր է գալիս դա, որովհետև մեր Աստված միշտ պատռում է այն, ինչը խանգարում կամ բաժանում է մեզ նրանից։ Հայտնության առեղծվածային գրքում կարդում ենք, որ երկնքի գրքերը բացելու գործողությունը շարժման մեջ դրեց ամբողջ երկիրը։ Նույնիսկ հիմա ես զգում եմ, որ Աստված փափագում է ինչ-որ չափով հայտնել իրեն մեզնից յուրաքանչյուրին։ Եթե դա այդպես չէ, ապա ինչու պետք է նա գրեր երկրագնդի պատմության այս դրամատիկ վախճանը։ Հավատում եմ, որ մեզ կրկին առաջարկվում է ոչ թե հուսահատվել կամ լաց լինել, այլ բարձրացնել մեր աչքերը, նայել ու իսկապես տեսնել։ Մեր երկրագունդը երկնքի հայտնությունների եւ իմաստության արձագանքն է։ Որքան հրաշալի է, որ մեր երկնային Հայրը այնպես է ստեղծել իր արարչությունը, որ այն ստիպում է բացել մեր սիրտը։ Ամեն մի մասնիկ, բույս, կենդանի ու բնատեսարան ասում է. «Վեր կաց եւ եղիր այն, ինչ ստեղծվել ես լինելու»։ Հոբն իր գրքում գրում է, որ բնությունը մեզ սովորեցնելու կարողություն ունի։
Աստված, օգտագործելով թռչուններին ու գազաններին, ամբողջ արարչությունը դարձնում է գիտության դասարան, մեզ իմաստություն սովորեցնելու համար։ Հոբի գիրք 35:11 Ուղերձ թարգմանությունից Աստծո սիրո հրաշքը և իմաստության չափը, որ նա պատրաստ է փոխանցել մեզ, չափազանց մեծ է ըմբռնելու համար։ Սակայն մենք չպետք է զարմանանք։ Ի վերջո, նա է արարիչը, ով այսպես է ասում. որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազանները իմ առջև են։ Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն է աշխարհը և նրա լիությունը։ Սաղմոս 50:10-12 խոսքեր։ Մենք մեզ առանձնացնում ենք երկրի արարածներից, սակայն Աստված նրանց անուններով գիտի։ Միգուցե մեզ թվում է, թե նա հոգ չի տանում իր արարչության մասին, չէ՞ որ ամբողջ արարչությունը իր համար է ստեղծել։ Բնությունը շատ բան ունի հայտնելու իր արարչի մասին, եթե մենք պարզապես լսենք նրան։ Առակաց գրքում մեզ ասվում է. գնա մրջյունի մոտ, ով ծույլ, նրա ճանապարհները տես և իմաստուն եղիր։ Առակաց 6:6 Ես հավատում եմ, որ Աստված խնդրում է մեզ այդպիսի մի բան անել։ Նա ուզում է, որ մենք նայենք էգ առյուծին ու սովորենք նրանից։ Եվ առաջարկում է հետևյալը. դուստրեր, նայեք էգ առյուծին և ուշադիր հետևեք նրան։ Թույլ տվեք, որ նա արթնացնի ձեր վայրի էությունը, ձեր վայրագ գեղեցկությունն ու անսանց ուժը, որպեսզի դուք կարողանաք վեր կենալ և լինել այն համարձակ կանայք, որ կանչել եմ ձեզ լինելու։ Ինչպես կարող է էգ առյուծը կանանց ուժ և քաջություն տալ, և ինչպես կարող են կանայք առյուծի պես վեր կենալ։ Այս հարցի վերաբերյալ մեզնից յուրաքանչյուրն իր ուրույն պատասխանը կտա, սակայն էգ առյուծի առանձնահատկությունների վերաբերյալ այս ակնարկը կարող է ձեզ որոշակի հասկացողություն տալ։ Հաջորդ գլուխներում կտեսնենք, թե ինչ պատճառներով կարող է վեր կենալ աֆրիկյան արևի տակ հանգստացող էգ առյուծը։ Նա վեր է կենում ուժ հավաքելու համար։ Նա վեր է կենում մյուս առյուծներին ողջունելու և նրանց խնամելու համար։ Նա վեր է կենում որսանելու համար։ Նա վեր է կենում մնացած էգ առյուծների կողքին կանգնելու համար։ Նա վեր է կենում կորյուններին ապահով վայր տեղափոխելու համար։ Նա վեր է կենում հակամարտելու թշնամիներին, որոնք սպառնում են խմբին։ Նա վեր է կենում իր թագավորի հետ քայլելու համար։ Նայելով էգ առյուծին, ես հասկանում եմ, որ Բարձրյալ Աստծո յուրաքանչյուր դուստր կարող է ուժ հավաքել, համարձակությամբ լցվել և իր աշխարհում փոփոխություն բերել։ Արդյոք քո ներսում էգ առյուծ կա թաքնված։ Իմ աղոթքն է, որ այս գիրքն ընթերցելիս կամ աուդիո գիրքը լսելիս ստանաս քո պատասխանը, և այդ պատասխանով մի վայրագ ու գեղեցիկ բան արթնանա քո ներսում։